Բարեձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համենայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 23-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մաքսատուրքերով, եթե նա չբարձրացնի դեղերի գները Ֆրանսիայում։ Ես ասացի Էմանուել, դու պետք է բարձրացնես դեղերի գները։ Նա ասաց ոչ, ոչ, ոչ։ Ես պատասխանեցի, եթե դու չանես, ես 25% մաքսատուրք կսահմանեմ Ֆրանսիայից ԱՄՆ արտահանվող ամեն ինչի վրա, պատմել է ԱՄՆ նախագահը լրագրողներին։ Իհարկե մաքսային պատերազմը շարունակվում է, Դոնալդ Թրամփը պարբերաբար փորձում է այդ գործիքին դիմել, այդ գործիքը որևէ արդյունավետություն չի ապահովում իր համար, փորձում է ցույց տա, որ տեսեք միլիարդավոր, տրիլիոնավոր դոլարներ ենք բերում, բայց չի երևում, որ պարտքը պակասում է եւ չի երևում, որ այդ եկած դոլարները շատ արդյունավետ ձևով ծախսվում են, որը հնարավորություն է տալիս, որպեսզի տնտեսությունը զարգանա, մարդկանց բարեկեցությունը բարձրանա։ Հիմա այս լարված ժամանակ, երբ որ ուկրաինական հարցում խնդիրներ կա Եվրոպայի հավաքական կարծիքի եւ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի հետ տարաձայնությունների պարագայում, ժամանակ է գտե Դոնալդ Թրամփը հարաբերություններ պարզի Ֆրանսիայի նախագահի հետ մաքսատուրքերի հետ կապված։ Կարծում եմ ինչ-որ կարճ ժամանակ հետո սա կվերանայվի, բայց ցանկացած տարաձայնություն, որը առաջագալի Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի միջև, հատկապես Ֆրանսիայի ազդեցիկ դերակատարության պարագայում, դա չի բխում ընդհանուր մեր մոլորակի շահերից, որովհետև շատ հարցեր կան, որի պարագայում Դոնալդ Թրամփը անընդհատ մտնում է այն տիրույթը, որտեղ հաստատ դա իր ուժեղ կողմը չէ։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, Միացյալ Նահանգները նախատեսում է 2-2.5 տարվա ընթացքում կառուցել նոր դասեր ռազմանավեր։ Սա հակադարձում է, ընդգծել է ԱՄՆ նախագահը, պատասխանելով այն հարցին, թե ում է ուղղված նավաշինության ծրագիրը եւ արդյոք այն ուղղված է Չինաստանին։ Ես հիանալի հարաբերություններ ունեմ նախագահ Սիի հետ, ասել է Դոնալդ Թրամփը։ Այսինքն Չինաստանին ուղղված չէ։ Բա հիանալի հարաբերություններ ունի նաև Պուտինի հետ։ Բա այդ նավերն ում է ուղղված։ Բայց ուրիշ խնդիր է։ 2-2.5 տարի հետո Դոնալդ Թրամփը ազդեցությունը չի ունենալու, որ ասենք իր անձնական լավ հարաբերությունները Չինաստանի նախագահ Սիի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականություն է որոշելու։ Այսինքն չի ասում Ամերիկան ունի, չի ասում Ամերիկային պետք է, չի ասում Ամերիկայի տեսանկյունից։ Այդ մարդը ես։ Լավ այդ քու եսով այդ նավերը ինչ է իր անելու, որ գնաց ձեր տուն։ Դե գոլֆի դաշտերում այդ նավերը քշելու ես, այսինքն չի երևում, որ դու խոսում ես մի բանի մասին, որը Ամերիկայի Միացյալ Նահանգների հեռահար քաղաքականությանն է վերաբերում։ Այսօր կարող է դու անձնապես Սիի հետ լավ հարաբերություն ունենաս, քեզանից հետո եկողը այդ լավ հարաբերությունները չունենա, հատկապես սրվի Թայվանի հետ կապված հարցերը։ Իսկ Թայվանի հետ կապված բավական լուրջ մտահոգություններ են հայտնում նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որ ասել եթե Չինաստանը ցանկություն ունենա Թայվանի վրա հարձակվելու եւ պահանջի, որ Ռուսաստանն իրան աջակցի, Ռուսաստանը իրան կաջակցի Չինաստանին, եւ դա լուրջ խնդիր կառաջացնի ՆԱՏՕ-ի համար, Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Այսինքն ասել, որ այսօր ես լավ հարաբերություն ունեմ, դրա համար 2.5 տարի հետոյվա համար մենք կունենանք նավեր, այդ նավերը Ամերիկային իհարկե պետք է, բայց երբ որ շարունակությունն ենք կարդում, թե այս ինչ հաշիվ է այս նավերը, ամեն ինչ գալի իր տեղն է անգնում։ Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում, որին ներկա են եղել Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար Ջոն Ֆելանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ռազմածովային ուժերի համար 2 նոր Թրամփ անունը կրող ռազմանավեր կառուցելու ծրագրերի մասին։ Դե ասա իմանանք էլի ինչի համար է կառուցում։ Խաղաղության Նոբելյան մրցանակի հարցը մի տեսակ կասկածի տակ դրվեց,
8 պատերազմ դադարեցրել էր, չտվեցին ու չգիտի եկող տարի կտան թե չէ, այդ ոնց որ չի ստացվում։ Հիմա Պուտինի փառքն էլ հանգիստ չի տալիս, ուզում է ինքը պատմության մեջ մնա, երբ որ հեռանա որպես հողեր միացնող, այդ էլ Գրենլանդիայի տարբերակը հիշում եք, էլի դրան կանրադառնանք, իհարկե թեմա կա, այսինքն այդ էլ մի հատ ուրիշ գիծ է, որ այդ տեսեք ես այն նախագահն եմ, որը որ պատմության մեջ հետք է թողել տարածքներ վերցնող, հիմա էլ ինչ պատահամը անունը դնում է վրան։ Խաղաղության մի հատ ինստիտուտ կար, անունը վերկալավ դրեց վրան։ Ճանապարհ կար Հայաստանով անցնող, անունը դրեց վրան։ Հիմա նավ ես կառուցում, անունը դնում վրան։ Ժողովուրդ ջան, մենք այտենց բաներից անենց տուժած կողմ ենք, անենց տուժած ենք, որ ցանկացած նման քայլ մեր մոտ էս կարմիր լույս է վառում, որ հասկանում ես, որ այս մարդը ձգտում է, ասենք, անձիշխանության, էլի, եւ դա սարսափ է առաջացնում այն մարդկանց մոտ, ովքեր դա տեսել են։ Մեր աչքի առաջ տեսել ենք իր կենթանության օրոք Լեոնիդ Իլիչ Բրեժնևը, խորհրդային միության գլխավոր քարտուղարը Կոմկուսի, առաջի դեմքը փաստացի, օրենք ընդունեցին, որ նա ով կրկնակի հերոս է խորհրդային միության, նրա կենթանության օրոք նրա ծննդավայրում բրոնզի բյուստ տնեն, եւ քանի որ ինքը այդ պահին կրկնակի հերոս էր, հետո քառակի դառավ իհարկե, բրոնզի բյուստը դրեցին Դնեպրոդզержինսկ քաղաքում իր հայրենիքում 1976 թվականին, իր 70-ամյակի պատվին, բայց նենց մայիսի 8-ին դրեցին իբր թե պատերազմի 31 հաղթանակի 31-ամյակի կապակցությամբ։ Այսինքն ժողովուրդ ջան, մենք Բրեժնև տեսած մարդ ենք, էլի, մեղք ենք, էլի, գոնե Ամերիկան այդ ճանապարհով չգնա։ Մեր ամբողջ առավոտից երեկո մենք մտածել ենք, որ նոր աշխարհակարգը ամենաժողովրդավար երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ, աշխարհի վրա իր ազդեցությունը, եւ այն ինչի համար, որ ինքը պայքարել է, դրա համար նույնիսկ եթե ինչ-որ միտեղ մի բան էլ այնպես չի արել, ասել ենք ոչինչ, բա նոր աշխարհակարգ սահմանելու հետ կապված ինչ-որ հարցեր էլ կարող են այնպես չգնալ, բայց տեսնում եք ինչ խնդիրներ ա լուծում։ Մեկ էլ տեսնում ես, ասում ես ժողովուրդ ջան, այս ի՞նչ ա կատարվում։ Բա այս մեր մոլորակում հույսին ենք թողում։ Պուտինի, հա, Կիմ Չեն Ընի, ում Լուկաշենկոյի եւ նրանց առավոտից իրիկո գովերքող Դոնալդ Տրամփի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գրել է, որ լսել է Ռուստեմ Ումերովի եւ Անդրեյ Իգնատովի մանրամասն զեկույցն ամերիկյան թիմի հետ իրենց հանդիպումների արդյունքների վերաբերյալ։ Դե Ֆլորիդայում որ հանդիպել են Ռուսաստանի պատվիրակության հետ, նաեւ Ռուսաստանից էլ գնացել է այնտեղ հանդիպման առանձին հանդիպում, նաեւ Ամերիկայի հետ հանդիպումները հիմա ինքը իր տեսակետներն է հայտնում։ Մենք արդյունավետորեն աշխատել ենք նախագահ Տրամփի ներկայացուցիչների հետ եւ այժմ պատրաստվել են մի քանի փաստաթղթերի նախագծեր, մասնավորապես կամ փաստաթղթեր, որոնք վերաբերում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին, վերակառուցմանը եւ այս պատերազմն ավարտելու հիմնական շրջանակին։ Ես նաև շնորհակալ եմ մեր եվրոպացի գործընկերներին իրենց աջակցության եւ համակարգման համար։ Մենք անհամբեր սպասում ենք Միացյալ Նահանգների հետ շարունակական երկխոսությանը եւ կարեւոր է, որ դիվանագիտությունը միշտ զուգընթաց գնա Ռուսաստանի վրա անհրաժեշտ միջազգային ճնշման եւ Ուկրաինայի համար անհրաժեշտ աջակցության հետ, գրել է Զելենսկին։ Սա խոսում է այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբ որ արդեն սկզբնական 28 կետը ներկայացրեց, որից հետո դրանք վերանայվեցին, ինչեւ 20-ը իջավ եւ բանակցությունների ընթացքում այնուամենայնիվ շատ բաներ ընդունել են Ուկրաինայի տեսակետը, մանավանդ Վոլոդիմիր Զելենսկին ասում է, որ եթե զորքերս հետ քաշեն որևէ բնակավայրից, թեկուզ հանուն զինադադարի, ապա հայլային տարբերակով նույն չափով հետ պետք է քաշի Ռուսաստանը, թե չէ ինչ է նշանակում, մի անգամ իրանց լսեցինք, հետ քաշվեցինք, կամ ամերիկյան ճնշմանը Ուկրաինան չդիմացավ արևմտյան զիջումների գնաց Ռուսաստանին, արդյունքում տեսակ ինչ եղավ։ Եվ բացի դրանից էլ այն արդյունավետ հարվածները, որ Ուկրաինան հասցնում է Ռուսաստանին, դա հնարավորություն է տալիս ասելու, որ ով է ասել, որ մենք պատրաստում ենք ինչ-որ բան զիջել։ Այդ է պատճառը, որ Ռուսաստանից արդեն այնց պեսիմիստական տրամադրություններ են հնչում նույն հարցի հետ կապված,
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է. այսպես կոչված նյարդայնացնող հարցերի վերաբերյալ շփումների վերջին փուլը տեղի է ունեցել։ Մենք հնարավորություն ունեցանք քննարկել ամբողջ օրակարգը բավականին լուրջ, պրոֆեսիոնալ եւ խորը մակարդակով։ Չեմ կարող ասել, որ զգալի առաջընթաց է գրանցվել կամ որոշ ոլորտներում, որտեղ առաջընթաց է գրանցվում, բայց հիմնական հարցերը մնում են օդում կախված եւ կարծում եմ, որ լրացուցիչ ջանքեր կպահանջվեն։ Նպատակն այն է, որ հաջորդ փուլը տեղի ունենա նախնական կարգով, քանի որ կոնկրետ ամսաթվեր չկան, գարնան սկզբին, ասել է Ռյաբկովը։ Այսինքն այսօր տարեվերջին իրանք իրանց հանդիպումից հետո գտնում են, որ մինչև գարնան սկիզբ լուրջ հարցեր չեն հասունանա, որպեսզի իրանք կոնկրետ համաձայնություններ ձեռք բերեն։ Սա է նշանակում, իսկ ի՞նչն է պատճառը, որ Դոնալդ Տրամպը այսպիսի խնդիրների առաջ է կանգնում։ Այսինքն ճնշենք Ուկրաինայի վրա, հետո տեսավ, որ իր երկրի ներսում ինքը խնդիր է ունենում, հասարակության առումով խնդիր է ունենում նաև կոնգրեսում, խնդիր է ունենում քաղաքական էլիտայի մոտ, Եվրոպայի հետ տենց առճակատման գնալը իր համար իսկապես շատ լուրջ խնդիր է, եւ այս պարագայում հասկանում ա, որ 2026 թվականի ընտրությունները կոնգրեսի 1/3 ռոտացիայով միջանկյալ ընտրությունը, ներողություն, սենատի, իսկ կոնգրեսի ընտրությունները կարող է իսկապես իրավիճակ փոխեն եւ պատահական չի, որ հանրապետականներն արդեն սկսել են ասել, վայ չլինի հանկարծ դեմոկրատները, եթե մեծամասնություն ունենան իմպիչմենտ սկսեն Տրամպի նկատմամբ ամեն ինչ պետք է անել, որ դիրքերը չկորցնենք, հլավ դիրքերը չէիք կորցրել հիմա, ընտրվել եք մեծամասնություն ունեիք, Տրամպն էլ տենց մեծ ձայների տարբերությամբ հաղթեց, ինչ էլ կա գցեց նախկինների վրա, ինչ ասեք ասեց, ուր է ձեր արդյունավետ քայլերը, որ հիմա էլ մտածում եք, որ հանկարծ դեմոկրատները եթե այդ վիճակից դուրս եկան, դա Տրամպի հենց վարած քաղաքականության արդյունքում, որ իրանք նորից ասենց շատ մանավանդ, որ նենց որևէ լուրջ քայլ չեն արել, բարեփոխման այնպիսի ռադիկալ բաներ ցույց չեն տվել, որ հասարակության մոտ առաջանա վստահություն, որ իրանք իրան սխալները վերանայել են, հիմա նոր որակի են հանդես գալու։ Չէ, պարզապես տեսան թե ինչ է անում Տրամպը, ոնց ասած ինադու հիմա արդեն ասում են, չէ, այմարդ ոնց որ թե մենք այդքան էլ օբյեկտիվ չէինք նրանց նկատմամբ։ Չնայած որ նրանց սխալները իրոք առկա էր, այնպես չի որ Տրամպից նեղանան համարեն, որ նրանք ճիշտ էին։ Հիմա նորից այդ որ Գրենլանդիան ասում են, որ ինքը ցանկանում է այնուամենայնիվ տարածք վերցնել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը վերահաստատել է, որ Միացյալ Նահանգները Գրենլանդիայի կարիքն ունի իր ազգային անվտանգության համար, հավելելով, որ արկտիկական կղզում իր կողմից նշանակված հատուկ դեսպանը կգլխավորի գործողությունները։ Մեծ Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության, այլ ոչ թե հանքանյութերի համար։ Եթե նայեք Գրենլանդիային ափամերձ շրջաններում կտեսնեք ռուսական եւ չինական նավեր։ Մեզ այն անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, մենք պետք է այն ունենանք, ասել է Տրամպը, մենք պետք է այն ունենանք։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը եւ Գրենլանդիայի վարչապետ Յենս Ֆրեդերիկ Նիլսենը տարածված համատեղ հայտարարությունում շեշտել են, որ Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին, դուք չեք կարող բռնակցել մեկ այլ երկիր, նույնիսկ միջազգային անվտանգության մասին պնդմամբ Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին եւ ԱՄՆ չի կարող զավթել Գրենլանդիան, ասում է հայտարարության մեջ։ Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը հայտարարել է, որ կկանչի ԱՄՆ դեսպան Քենեթ Հաուերին, որը Գրենլանդիա կատարած վերջին այցի ժամանակ փոխադարձ հարգանք էր խոստացել։ Անսպասելիորեն հիմա ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտնվել, ում հանձնարարված է վերցնել Գրենլանդիան։ Սա իհարկե բացարձակապես անընդունելի է, հայտարարել է Ռասմուսենը։ Ինչի է սա այսքան կարևորվում, որովհետև այդ քաղաքականությունը նվաճողական, որ ցանկանում է Դոնալդ Տրամպը տանի, դա լուրջ հարված է, որովհետև այն ինչ որ ինքը պետք է արդարության դրոշակակիրը ելներ, ուժով արդարություն հաստատեր, դա միանգամից փլվում է, եթե ինքը ասում է, ոնց որ ինձ էլ է տարած դուր եկել, ուզում եմ վերցնեմ, որովհետև որևէ խելամիտ բացատրություն չկա, որովհետև այսպես խոսում է Չինաստանի եւ խոսում է Ռուսաստանի մասին Գրենլանդիայի մատույցներում։ Նախ Գրենլանդիայում կա ամերիկյան բազա եւ համաձայն պայմանավորվածության, ինչը Ամերիկան ուզում է բազան ընդլայնի, որևէ մեկը չի թողում։
Կամ Ամերիկան որևէ խնդիր ունի Գրենլանդիայի տարածքում փոխադարձ պայմանավորված, բա Գրենլանդիան մտնում է Դանիայի կազմի մեջ։ Դանիան ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ է։ 12 պետությունով, որ ստեղծել են ՆԱՏՕ-ն Վաշինգտոնում 1949 թվականի ապրիլի 4-ին, Դանիան դրանցից մեկն է հիմնադիրներից։ Ինչ է նշանակում անվտանգության։ Չինաստանից, Ռուսաստանից վախենում ենք, Գրենլանդիան գրավում ենք։ Իսկ սա արդեն շատ լուրջ հարվածի տակ է դնում։ Դա նշանակում է, որ դու չես կարողանում մեղադրես Ռուսաստանին, որ դու օկուպանտ ես, որտեղ դու երազում ես, ասում ես, այ մարդես ոնց կարողացավ է մտնի Ուկրաինա, հալալա Իրանը քեֆս բերեց։ Ես ուզում եմ Գրենլանդիան վերցնեմ, չեմ կարող։ Բայց այդ դեպքում օբյեկտիվությունը որտեղ մնաց, մարդիկ սպասում են, որ դու օկուպանտին իր տեղը ցույց տաս, չէ՞։ Իսկ դրան արձագանքել են ոչ միայն վարչապետերը, այլ նաև արձագանքել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալասը։ Նա գրել է. «Մենք շարունակում ենք համերաշխություն հայտնել Դանիային և Գրենլանդիային։ Գրենլանդիան Դանիայի թագավորության կազմում գտնվող ինքնավար տարածք է։ Այդ կարգավիճակի ցանկացած փոփոխություն ընդունվում է միայն գրենլանդացիների և դանիացիների կողմից։ Ակնկալում ենք, որ մեր բոլոր գործընկերները կհարգեն նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կկատարեն իրենց միջազգային պարտավորությունները, որոնք ամրագրված են մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հյուսիսատլանտյան պայմանագրով», նշել է Կալասը։ Իհարկե մի փոքր ուղղում, երեք որ Վիկտոր Օրբանը հեգնանքով էր խոսում Կայա Կալասի հասցեին օրինակ բերում Հիտլերի և Նապոլեոնին Ռուսաստանի հաղթելը, դրա մասին մանրամասը խոսել ենք, բայց Կայա Կալասը լինելով այս պաշտոնի արտաքին գործերի և անվտանգության և ինքը երբ որ ասում է, որ Դանիայի կազմում գտնվող ինքնավարը բանա հիմա Գրենլանդիան Դանիայի թագավորության կազմում գտնվող ինքնավար տարածք է, այն կարգավիճակի մենք շարունակում ենք համերաշխություն հայտնել Դանիային և Գրենլանդիային տարածքի այդ կարգավիճակի ցանկացած փոփոխություն ընդունվում է միայն գրենլանդացիների և դանիացիների կողմից։ Այս հարցում պետք է պարզաբանում, որովհետև Գրենլանդիայի կարգավիճակի փոփոխության հետ կապված Դանիայի համաձայնությունը պետք չի։ Պետք է որ Կայա Կալասը այդքանը իմանար, էլի, որտեղ հատկապես ինքը արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ է, որտեղ Գրենլանդիան ինքնավար կարգավիճակ ունի, բայց այդ ինքնավար կարգավիճակի հետ կապված 2008 թվականին իրանք հանրաքվե արեցին և 75% ձայնով իրանք հնարավորություն ունեցան որոշում կայացնելու, որ եթե Գրենլանդիան որոշի, որ ինքը ցանկանում է լինել անկախ, ապա դրա համար Դանիայի համաձայնությունը պետք չի։ Իրանք կարող են անել հանրաքվե, հանրաքվեով մեծամասնություն ստանալը բավարար է, որի պարագայում արդեն պարլամենտը որոշում կայացնի և իրանք արդեն համարվեն այլևս Դանիայի կազմից դուրս եկած։ Եվ այդ 2008 թվականի հանրաքվեի արդյունքները փոխադարձ փաստաթղթով ամրագրված է Դանիայի և Գրենլանդիայի միջև։ Կարծում եմ, որ Կայա Կալասը, եթե ինքը տենց բաներին նրբություններին ուշադիր չի, վատ չի լինի բաժանորդագրվել Էդվարդ Անտոնյան յութուբյան ալիքին, ինքը իր հարցերը կտա, մենք կպատասխանենք և ինքը կիմանա։ Իսկ ինչ վերաբերվում է Դանիայի հետ կապված, Գրենլանդիայի հետ կապված Դոնալդ Տրամփի այդ հավակնությունները դա մեզ պետք է, սա առաջի դեպքը չի, ինքը 19 թվականին էլ արդեն իր պաշտոնավարման վերջի պահն էր արդեն, առաջի պաշտոնավարման նորից դիմել էր Գրենլանդիան առնելու հարցով, նորից իրան շատ կոշտ մերժել էին, ասելով, որ Գրենլանդիան չի վաճառվում։ Այս անգամ էլ ինքը նորից դիմեց, ուզում եմ առնեմ, ասին չի վաճառվում։ Անգամ ընտրություններից հետո էլ որևէ մեկը չաջակցեց իր հետ ծրագրին։ Եվ չմոռանանք, որ դա հենց այնպես չի, որ ասենք Դանիայի կազմում է հայտնվել։ Ժամանակին քանի որ Գրենլանդիան Էրիկ Շիկայերն եկել էր 982 թվականին ինքնա հայտնաբերել, չնայած իրանցից առաջ էլ կային ուրիշ, բայց ուղղակի չեն պահպանվել էսկիմոսներից առաջ, ինքը արդեն ինչ արեց, ինքը դա քանի որ ինքը Իսլանդիայում էր, բայց ինքը Նորվեգիայից էր,
Գրենլանդիան մնաց Նորվեգիայի կազմում, բայց հետո Դանիան, Նորվեգիան միասին էին, այդ պարագայում Գրենլանդիան գտնվում էր Նորվեգիայի կազմում, բայց նաև Դանիայի մեջ էր։ Երբ որ արդեն Նորվեգիան անկախացավ, Գրենլանդիան մնաց Դանիայի կազմում 1536 թվականից։ Ճիշտ չէ էլի, որ այսօրվա դրությամբ կանգնես եւ ասես, որ գիտես ինչ, ես ազգային անվտանգության խնդիր եմ տեսնում եւ հավակնություններ ունեմ այդ տարածքի վրա եւ ուզում եմ առնեմ։ Կարծում եմ, որ սա մանավանդ գործընկերոջ հանդեպ, այն դեպքում, երբ որ ասի, որ Դանիան ՄԱԿ-ի ներողություն ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ է, իսկ ինչքանով է գեղեցիկ, որ եվրոպական պետություն, որի անվտանգության երաշխավորներ հանդես գալի նաև ՆԱՏՕ-ի տեսքով, ոչ միայն Հելսինկիի եզրափակիչ ակտի Միացյալ Նահանգները, Միացյալ Նահանգների արդեն իր արտաքին քաղաքական ազգային անվտանգության դոկտրինի մեջ Դանիան գրի, որ ինքը սպառնալիք է համարում Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Կարծում եմ դա Դոնալդ Տրամփը պետք է խայտառակություն համարի իր համար, էլի, որ եվրոպական երկիրը, գործընկեր երկիրը, ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Ամերիկային սպառնալիք է համարում։ Կարծում եմ, որ ինքը կարճ ժամանակ հետո պարզ կդառնա, որ չի կարողանալու Գրենլանդիան վերցնի, անիմաստ է, որ sense լարվածություն առաջացնի Միացյալ Նահանգներ, Եվրոպա։ Մանավանդ որ ակնհայտ է, որ չի հասցնելու վերցնի, որ դա իրան որպես բոնուս ասեն, այդ տեսար, խաղաղություն չհաստատեց աշխարհում, բայց Ամերիկային տարածքներ միացրեց։ Ամերիկայի ազդեցությունը աշխարհի վրա տարածք ուրիշից վերցնելով չի։ Այն ամբողջ աշխարհի վրա ազդեցություն ունի։ Այդ ազդեցությունը ամեն օր կորցնում է, ասում է տարած տվեք։ Ոնց որ Պուտինն է անում, էլի։ Ամբողջ աշխարհում Ռուսաստանի ազդեցությունը կորցնում է, ասում է մի քանի կիլոմետր առաջ կամ։ Զոհեր տամ, էս անեմ, այն անեմ, մի քանի կիլոմետր առաջ կամ։ Այնքան Պուտինի հետ բանակցես դարան մի խելքի, էլի։ Եթե չասենք, որ այնտեղ ուրիշ պայմանավորվածություններ ակնհայտորեն Ամերիկայի քաղաքական էլիտան լուրջ կասկածներ ունի, որ ճնշման գործիքներ կա Պուտինի ձեռքին։ Եվ շատ ցավալի է դա մեզ համար։ Մանավանդ մենք փոքր պետություն ենք, իսկ աշխարհում աշխարհակարգ է պետք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հայտարարել է, որ ԱՄՆ շարունակում է Վենեսուելայի ափերի մոտ նավթատար նավի ակտիվ հետապնդումը։ Տրամփը կրկնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հասցեին սպառնալիքները, մենք պատրաստվում ենք պահել այն, ի նկատի ունի արգրաված նավնել, գուցե մենք այն օգտագործենք ռազմավարական պահեստներում, մենք այն պահում ենք, մենք նաև նավերն ենք պահում, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Ի դեպ, Մադուրոյի հետ կապված այս խնդիրներն էլի նորից Չինաստանի հետ խնդիր է առաջացնում, որովհետև նաև Չինաստանի մատակարարման հարցեր կար, այսինքն հիմա ասում է Գրենլանդիայում ունեցանենք Չինաստանի հետ կապված հերրու պահենք իրան, մեր ազդեցությունը պահենք, Վենեսուելայում ունեցանենք ամեն օր Չինաստանից խոսելով, դա չի նշանակում, որ Չինաստանի ազդեցությունը փոքրանում է։ Ամեն օր բոլոր ուղղություններով հարձակվելով, բոլոր ուղղություններով եւ պատասխան ստանալով ավելի շատ է Չինաստանի ազդեցությունը մեծանում, քան թե Չինաստանի ազդեցությունը փոքրանում է, որովհետեւ Չինաստանը մեկուսացման մեջ չի մնում։ Այլևս իրան ոնց որ հնարավորություն տաս ավելի ակտիվանա։ Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզից առաջի անգամ երկաթգծային ճանապարհով հացահատիկի խմբաքանակ է ուղարկվել Հայաստան։ Դրանք Երևան կայարան կհասնեն Ադրբեջանի տարածքով։ Առաջին խմբաքանակը բաղկացած է եղել 8 հացահատիկատար վագոններից։ Իդեպ խոսենք այդ մասին, թե Ալիևը ինչի ասենց բարիացել, պատճառը ինչ է ակնկալում, հո չենք մտածում, որ Ալիևը բարիացել է, ուղղակի այդ տերմինը, որ ասես հացահատիկատար վագոններից մի փոքր պարզաբանում, դա անպայման չի հացահատիկատարը լինի, դրանք հատուկ վագոններ են, ասենք կոնաձև, որի տակը բացում են, մեծ ծախսեր չեն անում, որ տակից մի անգամից դատարկում են, այդտեղ լցնում են ուղղակի սորուն բեռներ, որոնք որ իրան ծանրության տակ հոսելով դուրս են գալիս, դա կոչվում է հոպեր վագոններ։ Դա հայտնի ձև է վագոնների, անպայման չի, որ դա լինի հացահատիկատար։ Բայց հիմա հասկանանք լավ, այս բարիությունը, որ առաջացել է, Ալիևը ինչ է ասում։ Ալիևը առավոտից երիգու ասում էր, որ ես եմ խաղաղության նախաձեռնողը, Հայաստանը չէր ուզում, ինքն էր ճնշում խաղաղության համար, ասում էր, որ այդ բոլոր կետերը, այդ փաստաթղթերի բոլորը իր ճնշումով է, հետո էլ ասեց, որ նախաստորագրել ենք, մենք խաղաղություն ենք ուզում, իսկ Հայաստանը եթե
սահմանադրությունը չփոխի, այսինքն ինքը չի ցանկանում խաղաղություն, ինքը զինվում է, ուրեմն ինքը որևէ մտադրություն չունի խաղաղության գնալու, այսինքն Հայաստանի գլխին սարքում էր, անգամ ասեց, որ եթե Հայաստանը ուշացնի իր սահմանադրությունը փոխել, Տրամպը պետք է մտածի, որ ուրեմն չի հարգում Տրամպին։ Ուրեմն այս ամեն ինչը ասում է, զուգահեռ ասում է, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան 300,000 հոգի, Հայաստանը պետք է 150 միլիարդ տուգանք վճարի եւ մեկ է ճանապարհը բացում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն հայտնի Ալիևին, ասի այդ տեսակ խաղաղությունն արդեն եկած է։ Ինչու համար է սա արվում։ Մի բանի համար, որ ինքը ասի, տեսեք, ես խաղաղություն եի ուզում։ Փաշինյանը առանց որևէ փաստաթղթի ու երաշխիքների բարի կամքով Ալիևի ստանում է, որպեսզի դա օգտագործի ընտրությունից առաջ, բայց այդ բարի կամքը փաստաթուղթ չի ամրագրված, այսինքն ճանապարհները բացված չեն, երբ բացելը հաջորդ օրը կարող է փակի, եւ երբ ուզենա կարող է փակի, կարող է ուրիշ բեռնել թողի, կարող է չթողի։ Մինչև այսօր Հայաստանը նույնիսկ չգիտի, իսկ ինքը կարող է պատասխան որևէ բեռ ուղարկի, թե ոչ, որտեղ Հայաստանը եթե պատասխան բեռ ուղարկի, բեռնել իր պատասխանատվությամբ գնա, կարող Ադրբեջանին դա պետք չի, Ադրբեջանին պետք է որ Հայաստան մտնի կոնկրետ գա իր սահմանով ճանապարհով անցնի ինչ-որ բան, բայց այնուամենայնիվ դրա նպատակը նա է, որ ցույց տա, տեսեք, ես ավելին եմ անում, քան այդ փաստաթուղթը դրուժի մեջ չմտած, դե բարձր գնահատեք եւ Փաշինյան ես քեզ հնարավորություն եմ տալիս որ դու դա օգտագործես ընտրվելու համար դե հետո պարտքերը որ անպայման փակես եւ Ամերիկաներն էլ ցույց տա ասի տեսեք ես եմ գնում խաղաղության ոչ թե Փաշինյանը իսկ եթե ինքը դա սահմանադրությունը չի փոխում թող մեղադրեն իրեն վաղը չասեն թե ես ինչի ագրեսիայի գնացի ինչպես տեսնում եք ես բոլոր քայլերն արեցի մի բան էլ ավել բարի նպատակներով որը չգնահատվեց մենք հասկանում ենք որ դա վաղը մեր առաջ կանգնելու է այդ հարցը եւ դրա համար մենք նաեւ նայենք որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի օրակարգի շրջանակում ներկայացվել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը արտահայտության նախարար սահմանադրական բարեփոխումների խորհրդի նախագահ Սրփուի Գալյանը զեկուցել է մշակվող հայեցակարգային ուղղություններով առաջարկվող կարգավորումների վերաբերյալ ներկայացնելով դրանց իրավական հիմնավորումները նպատակային ուղղվածությունը եւ համակարգային ազդեցությունը սահմանադրական կարգի զարգացման համատեքստում դե այս գեղեցիկ ձևակերպումները դնենք մի կողմ ի վերջո մենք գիտենք հիմնական ինտրիգը որն է դա որ մինչև ընտրություն նոր սահմանադրությունը պետք է լինի դա Նիկոլ Փաշինյանը խոստացել է որպեսզի ժողովուրդը տեսնի ինչ է սահմանադրությունը կգնան ընտրությանից հետո էլ արդեն կդրվի հանրաքվեի այդ սահմանադրությունը այսինքն ինքը որ ասի տեսեք եթե ժողովուրդ ջան ինձ վստահում եք դե սահմանադրությունը պետք է փոխեք որ չփոխեք բայց ձեր վստահության իմաստը որն է մենք պետք է սահմանադրությունը փոխենք որ խաղաղությունը ամրագրենք հիմա հարց է ծագում ուրեմն ուզի թե չուզի ինքը Սահմանադրական բարեփոխումները, եթե ինքը ներկայացնում է նոր սահմանադրություն, սկի բարեփոխում էլ չէ։ Եթե նախաբանը հանեց, ակնհայտ է բոլորը գիտեն, որ դա հանում է Ալիևի համար։ Ինչ ուզում է ներկայացնի։ Ընտրությունից առաջ, եթե սահմանադրության նախագիծը դրեց շրջանառության մեջ, որ տեսեք սա է, մարդիկ պետք է նայեն նախաբանը հանել ես, թե չէ։ Եթե նախաբանը հանել ես, դա նշանակում է Ալիևի պահանջն ես կատարում։ Ուրեմն որպեսզի Ալիևի պահանջը չկատարես, պետք է ընտրության ժամանակ քեզ չընտրեն։ Իսկ եթե նախաբանից չես հանում, Ալիևն էլ դա համարում է որպես ձեռնոց նետել իրան, այսինքն դուք այնուամենայնիվ պահանջատեր եք ուզում մնաք, եթե նախաբանից չեք հանում, ուրեմն մենք պետք է այդ հրապարակվածից մինչև ընտրություն տեսնենք Ադրբեջանը իր վարքագիծը դրսևորում, որովհետև Ադրբեջանը եւ Թուրքիան շահագրգռված են նաեւ Ռուսաստանը, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Դա է պատճառը, մենք պետք է հասկանանք, բայց հիմա դրանք դրա դիմաց ինչ են ուզում։ Եվ հիմա այդ հարցում ուզի թե չուզի Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ ներկայացնելով այդ սահմանադրական նոր սահմանադրությունը մենք կտեսնենք դրա արդյունքը եւ կհասկանանք ի վերջո ինչ պայմանավորվածություններ կար Ալիևի հետ։
Իսկ հիմա մի բան ուղղակի նայենք, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է. Աչափնյակի մետրոյի նախագիծը մեր նորանկախ պատմության ամենաբարդ նախագծերից մեկն է, որի պարզ փորձաքննությունը տևել է 1 տարի եւ ավելի։ Քանի որ առաջին անգամ ենք իրականացնում նման մասշտաբի նախագիծ, ենթադրվում է, որ կարող է ժամանակ տևել։ Սա շատ բարդ աշխատանք է։ Ի պատասխան հարցին, թե ինչու է Աչափնյակի մետրոյի կայարանի աշխատանքներին ուղղված 9.6 միլիարդը դարձել 1.4 միլիարդ եւ որտեղ է օգտագործվել մնացած գումարը, Ավինյանը պատասխանեց, որ գումարների մի մասը ուղղվել է 45 տրոլեյբուսների գնման համար, քանի որ դրանք տրանսպորտային ոլորտի զարգացման համար գումարներ էին, կարելի է ասել գնացել է ոլորտի նույն ուղղության առաջխաղացման համար։ Հիմա հարց. մի քանի տարի է թմբկահարում են, որ մետրոյի Աչափնյակ կայարանն են կառուցելու։ Մենք կառուցելու ենք, տեսեք ինչ ենք անելու, տեսեք ինչ ենք անելու, դուք տեսեք, մենք գիտեինք, որ մետրոյի Աչափնյակ կայարան կառուցելը բարդ կառույց է։ Բայց դուք էիք առավոտից երեկո ասում, որ դա դուք կառուցել եք, դուք կտեսնեք, որ դուք կառուցել եք, դուք եք անելու։ Եվ ինչ ստացվեց, հո մենք լավ ենք հասկանում, որ մետրոյի կայարան կառուցելը դա ընդամենը քաղաքապետի հնարավորությունների շրջանակի հարց չի, այլ նաև կառավարության եւ անձամբ վարչապետի ուշադրության կենտրոնում, որ տեսեք դա ինչ կարևոր խնդիր է, որ մենք մետրոյի կայարան ենք սարքում։ Այսինքն այսօր կանգնում եք 3 տարի թմբկահարելուց հետո, այսօր ասում եք ժողովուրդ, բայց չեք իմացել, որ դա բարդ գործ է։ Հա մենք գիտենք։ Բայց մենք գիտենք ոչ միայն դա է բարդ գործ։ Մենք գիտենք, որ վարչապետի պաշտոնը ընդհանրապես Փաշինյանի հակով չի։ Եթե նույնիսկ 70 տարի վարչապետ լինի, այտենց էլ իր հակով չի լինի։ Բայց գիտենք, բացքան ինչ ենք մեզ ճղում։ Հիմա դուք կաներ զարմացած բացատրում եք, որ բադա բարդ բան է, չէ։ Բա մենք ուզում ենք իմանանք այդ ակադեմիական քաղաք սարքող Նիկոլ Փաշինյանն, նա որ մի կայարան չի կարող սարքի։ Թե այդ խոստումը մենք էինք տվել։ Որևէ մեկը Աչափնյակ կայարանի պահանջ էր դրել քաղաքապետին, որ ասել, եթե Աչափնյակ կայարանը չսարքես, դու քաղաքապետ չես դառնալու։ Դուք խոստում եք տալի, դուք մարդկանց ասում եք, ձեր գլուխը գովում եք, ոչ մեկը չի արել, մենակ մենք ենք անում, տեսեք ինչ ենք անում, մեկ էլ ասում է, բա դուք չգիտեիք, որ դա բարդ է։ Իհարկե գիտեինք։ Շատ բարդ է։ Բան չէիք խոստանում։ Այդ աշճանի անտեղյակ եք։ 3 տարի էր պետք հասկանալու համար, մի տարի էլ փորձաքննություն անելու համար, որ դուք հասկանաք, որ դա ձեր հակով չի, այդ գործը։ Այնպես էլ չի, որ մտածեն այդ գումարը ոնց ձևակերպեն, նենց անեն, այդ բյուջեով թեկուզ կարողանան ձևը գտնեն, տեղափոխեն եկող տարի կուտակային ձևով, որ չասեն բյուջեն այս տարվա մեջտի ծախսենք, որպեսզի եկող տարի եթե գումարը պետք է լի իրանք ունենան, իրանք ուղղակի գումարը այլ հոդվածով ծախսում են, որովհետև գիտեն, որ եկող տարի այդ գումարը իրանց պետք չի գալու։ Թե չէ 1000 ձև կարային գտնեն, որ այդ գումարը տեղափոխեին, համապատասխան ձևակերպում անելով։ Ոչ թե այսօր վերցնեին ուղակի դրանով տրոլեյբուսներ առնեն, որ ասեն ժողովուրդ ջան, մեզանից ձեռք քաշեք, մենք կայարան սարքող չենք։ Բայց սա է ժողովուրդ ջան, բայց այդտենց մեծ պրոյեկտներից են խոսում, մեծ բաներից են խոսում, տեսեք ինչ ենք անելու, տեսնում ենք էլի, տեսնում ենք։ Բայց սա խնդիր է, որ պատկերացրեք, ինչքան կուզենային իրանք գլուխները գովային մետրոյի կայարանի հետ կապված ընտրություններից առաջ, բայց ստիպված եղան խոստովանել, որտեղ ֆինանսական տարին ավարտվում էր, դե ինչ պետք է անեին։ Պետք է խոստովանեին, որ իրանք այդ հնարավորությունը չունեն դա անելու։ Այս ձևի են իրանք մնացած ավելի լուրջ հարցերի մասին քայլեր կատարում։ Մի բան Facebook-ը հիշացրեց, ուղղակի նաև ինչի համար ասի դրան ուշադրություն դարձնեմ, հիմա նորից իհարկե ակտիվացել են Լևոն Տեր-Պետրոսյանը եւ որոշ հարցերի հետ կապված ցույց են տալիս, որ այ տեսեք իր մեծ փորձառությունը, բան է, որ ինքը փորձառու է, որը մեկը դրան չի կասկածում, բայց այդ գերագնահատելը նրա հնարավորությունները, նրա իմաստուն մոտեցումները նորից էլի սկսում է մարդիկ եթե մի քիչ ինֆորմացիայի չեն տիրապետում, մի քիչ էլ ասենք կոմպլեքսավորվում են դե Լևոն Տեր-Պետրոսյանը դոկտոր, դե ինքը հենց մտավորական մարդ, հոես անգրագետների նման չի, ես ուզում եմ օբյեկտիվ լինենք բոլոր առումներով եւ որևէ մեկի հեղինակությունը չճնշի սեփական խելքը ունենալու համար։ Եվ Facebook-ը ինչ էր հիշացնում 2016 թվականի դեկտեմբեր
Հավատացնում եմ Ղարաբաղի հարցում պապին գիտի մի բան, որ ոչ մի բան էլ չգիտի։ Դե հիշում եք Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ասում են որպես պապին, որ մի բան ասում է, ուրեմն գիտի, ինքը հենց այնց հո չի ասում։ Այս օրերին շատերն են հրապարակավ իրենց վերաբերմունքն արտահայտում ՀԱԿ վերջին համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի անհայտվածին, որտեղ նա դարձյալ խոսում է Ղարաբաղի հարցի կարգավորման փուլային տարբերակին վերադառնալու անհրաժեշտության մասին։ Դա 2016 թվականի դեկտեմբերի մասին է խոսքը։ Կարծիքները անշուշտ տարբեր են, բայց առաջին նախագահին անգամ սուրբ քննադատողներից շատերը հոգու խորքում ընդունում են, որ նա փորձառու քաղաքական գործիչ է, աշխարհի մեծերի հետ նստած վերկացած մտավորական, գիտնական ու եթե անգամ նրա տեսակետի հետ համաձայն չեն, ապա մի տեսակ բարդույթավորված են, կարծելով, թե այդուհանդերձ Տեր-Պետրոսյանն իրենցից շատ է հասկանում, ինչի արդյունքում Ղարաբաղի հարցում մի տեսակ պարտվողական տրամադրությունը սպասվածից ավելի շատ մարդու է պատում, ինչը անշուշտ մտահոգիչ է ու ստիպում է անդրադառնալ թեմային։ Այնինչ ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը նոր չէ ու իր նմանատիպ ելույթներում պարզորոշ դիտարկվում է նրա անսխալականության բարդույթը, թե տեսեք, որ ժամանակին ասում էի, հիմա ճիշտ է դուրս գալիս։ Փորձենք հասկանալ, արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանն իսկապես չի սխալվել հենց Ղարաբաղի հարցի կարգավորման թեմայով, իր նախկինում ասված խոսքում, սխալվել է այն էլ ինչքան, եւ ինչու է հիմա համառորեն ցանկանում ամենագետ Երևալ հենց Ղարաբաղի հարցում զիջումների գնալու պարագայում։ Նրա նախկին սխալներից մեկին անդրադառնամ, որը հենց Ղարաբաղի հարցի կարգավորման իր պայծառատեսությանն է վերաբերում, պայծառատեսությունը ճակերտների մեջ, ու իմ կողմից գործից անտեղյակի գնահատականի արժանանում դեռ տարիներ առաջ։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի շարունակությունը եկավ հասավ նրա հիմնավորումները, եկավ հասավ Նիկոլ Փաշինյանին, որովհետև Նիկոլ Փաշինյանը որ օրինակ է բերում 96 թվականի դեկտեմբերի 3, դա այդ Լիսաբոնի գագաթնաժողովն էր, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որը վետո դրեց դրան։ Այսինքն, բա տեսակ որոշումը կայացվել է, որ վերջ Արցախը այլևս չի կարող լինել որևէ կարգավիճակ ունել Ադրբեջանի տարածքից դուրս։ Հիմա ես կարդում եմ հոդվածից մի կարճ հատված։ Էդվարդ Անտինյան 20 նոյեմբեր 2008 թվական 168 ժամ թերթում ազգի արժանապատվությունն աճուրդի առարկա չէ վերտառությամբ։ Տեր-Պետրոսյանը AMEC+-ին տված իր հայտարարությունում նշում էր, որ մոսկովյան հանդիպումը թեև իսկական շրջադարձային, սակայն Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի սոսկ սկիզբն է եւ այն ավարտվելու է դեկտեմբեր ամսին ԱՄՆ-ում, ինձ համար առնվազն տարօրինակ էր, քանի որ այդ հարցազրույցը նա տվել է նոյեմբերի 4-ին, ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը, այսինքն AMEC+-ին հարցազրույց է տալիս, նոյեմբերի 4-ին ընդեղ 2008 թվականի նախագահական ընտրություններն էր, ասма Ղարաբաղի հարցը վերջնական դեկտեմբերին է կարգավորել, Ամերիկան կանչելու է հարցը լուծի, վերջ, այսինքն ինչ ուզում եք թռվռացեք, կանչելու եմ, ասեմ սենց պետք լինի ու վերջ, ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը, այսինքն ինչ, նա կարծում էր, որ ընտրված դեմոկրատ նախագահը գնացող ադմինիստրացիային կընձեռնի տևականորեն չկարգավորված կոնֆլիկտի կարգավորման պատիվը, թե Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ Սպիտակ տանը շարունակելու էին պաշտոնավարել հանրապետականները, եւ Ջոն Մքեյնը, որպես իր ընտրվելու երախտիկի նշան, մինչեւ իր պաշտոնը հունվարին ստանձնելը, նման շնորհք պետք է աներ իր գնացող գործընկերոջը Ջորջ Բուշ կրտսերի։ Բայց այդ դեպքում պետք է փաստեր, որ ամբողջ աշխարհում միայն քաղաքականությունից չափազանց անտեղյակներն էին կարծում, որ ներկա իրավիճակում հանրապետականներին կհաջողվեր շարունակել պաշտոնավարել Սպիտակ տանը եւս 4 տարի։ Սա 168 ժամի իմ մեջբերումը։ Տեսեք, ինչպես երևում է, թե Տեր-Պետրոսյանն էր իր կարծիքը հայտնել 2008 թվականի նոյեմբերին, թե ես եմ իմ դիտարկումն արել հենց էլի նոյեմբերին, բայց դեկտեմբերին պետք է իբր թե Ամերիկայում կայանար։ Իսկ կյանքը ցույց տվեց, որ նույն տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ում հարցն այդպես է չկարգավորվեց։ Ես սոսկ չեմ նշել, թե չի կարգավորվելու, այլ բացատրել եմ, թե նման տեսակետ հայտնողը որքան պետք է քաղաքականությունից հեռու լինի, որ անգամ չպատկերացնի, որ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքում մեկն իր պաշտոնին փաստացի հրաժեշտ է տալիս նոյեմբերին, թե ընտրությունները նոյեմբերին է։
Իսկ մյուսը պաշտոնը ստանձնում է հունվարի 20։ Լավ, ով պետք է դեկտեմբերին իր լիազորությունների ողջ ուժով մեզ Ղարաբաղի հարցի կարգավորման պարտադրելու։ Ասեցին գործից անտեղակ, բայց այսքան։ Այնպես որ սիրելի հայրենակիցներ, անպագորգոր տիտղոսների վրա խաբվել պետք չէ։ Ունենք սեփական խելք ու կարծում եմ աշխարհի իրադարձություններն ինքնուրույն վերլուծելու ունակություն։ Ինչ ենք բարդույթավորվել, թե մեծ մարդ է մի բան գիտի, որ ասում է, ու որքան էլ շատերը հլուհնազանդ ենթարկվեն վերադասի կարծիքին, լինի դա իշխանական վերադաս, թե ընդդիմադիր, հավատացնում եմ, սեփական խելքով առաջնորդվելը դեռ մոդայից դուրս չի եկել։ Իդեպ, երբ որ ասում եմ կարող է կարծում եք Ջորջ Մաքեյն լինելու, Մաքեյնը ինչի չէր լինի, որովհետև նախ 2 ժամկետ արդեն հանրապետականն եղել էին Ջորջ Բուշ կրտսերը, որից հետո Մաքեյնը, որ մասնակցում էր որպես փոխնախագահ ընտրել էր Ալյասկայի նահանգապետին Սառա Փեյլինին, այդ աչոնիկն է գործից անտեղյակ մարդ էր իր համար, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եթե փոխնախագահի լիազորությունները փոքր է, բայց նրան ներկայացնում են նույն չափի պահանջ, ինչպես նախագահային, որովհետև ցանկացած պահի նա կարող է դառնել նախագահ, իսկ ինչա ստացվում, այսինքն որովհետև եթե մահանա կամ ասենք հրաժարական տա, ավտոմատ կերպով դառնում է նախագահ, ոչ թե պաշտոնակատար, այլ նախագահ լիարժեք։ Դա նշանակում է, որ պետք է ինքը համապատասխանի այդ կարգավիճակին։ Իսկ Սառա Փեյլինը ո՞նց է կարգավիճակին համապատասխանում։ Իսկ այդ ժամանակ 72 տարեկան էր Ջորջ Մաքեյնը, Վիետնամի պատերազմի լեգենդար, ինքը սենատոր էր, շատ լուրջ, հայտնի մարդ էր անվանի, բայց առողջական խնդիրներ ուներ, մարդիկ ասում էին, բայց մարդը որ 72 տարեկանում հանկարծ մահանա կամ ի վիճակի չի լինի պաշտոնավար, այդ երեխեն գալու է ինչ անի։ Ալյասկայից գալու է աշխարհ ղեկավարի, այսինքն նշանակում է նույնիսկ այդքանը բավարար էր, եթե չասենք 2 ժամկետ հանրապետականից հետո մանավանդ Բուշ կրտսերը նենց չէր աշխատել, որից հետո 3-րդ ժամկետ հանրապետականները ընտրվեին։ Մենակ Սառա Փեյլինի ընտրությունը բավարար էր, որ Ջորջ Մաքեյնը ուղակի պարտվեր, եւ այդքանը գոնե Լևոն Տեր-Պետրոսյանը գոնե նվազագույն պատկերացում ունենար, որ չմտածեր Ղարաբաղի հարցը լուծելու է գնացած նախագահը, որը արդեն գնում է, կամ թե չէ նա, որը չի ստանձնել պաշտոնը։ Սա ուղղակի ասի Ժողովուրդ ջան, որտեղ ամեն օր տարբեր հարցերի մասին խոսում ենք, ուզում եմ, որ որևէ մեկի մոտ բարդույթավորված իրավիճակ չլինի ինչ որ մի հեղինակության առաջ։ Սեփական խելքը, այո, դեռ մոդայից դուրս չի եկել։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։